Փառք Հիսուսին սիրելիներ։ Հիմա թանկագիններս ուզում եմ, որ մենք միասին մեր Աստվածաշնչերը բացենք Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 29-րդ խոսքը։ 11-րդ գլուխ 29-րդ խոսքը։ Ես կխնդրեմ ինչքան որ կգաք, եկեք ձեր Աստվածաշնչերով, որպեսզի մենք Աստծո խոսքը ուսումնասիրենք միասին։ Ամեն։ Մատթեոս 11-րդ գլուխ 28-րդ խոսքից կկարդանք։ Կարդանք։ Ահա։ Տեր Հիսուսը ստեղ մի հրաշալի բան ասում է եկեք ինձ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգստություն տամ։ Ինչ է նշանակում հոգնած եւ բեռնավորված եղելը, երբ որ քո մոտ մի հատ զգացողություն է, որը չես ուզում այդ աշխատանքի այդ ամենօրյա հոգսերը քո համար արդեն ծանր է, հոգնած ես, ուրախությունդ կորած է, ծանր բան եմ ասում։ Իմ ձենը բարձր է, թե ինձ է թվում։ Նորմալ է։ Ահա, այսպես ավելի լավ է։ Հիմա թանկագիններս, տեսեք, ես ասեմ, այս խնդրին կա մեկ լուծում։ Կա մարդը դեպրեսիայի մեջ հանգնելու, որ շատ ենք տեսնում, կամ մարդը Տիրոջ ներկայության մեջ հանգստանալու է։ Գիտեք, մեկտեղ թանկագիններս ասում է մարդիկ ոչ միայն կապի հացով, այլ նաև Աստծո խոսքով։ Ամեն։ Ոչ միայն կապի հացով, այլ այսինքն սիրելիներ, մարդը միայն հացով չի կարող ապրի։ Ինքը պետք է ապրի նաև Աստծո խոսքով։ Գիտեք, սատանան կխաբի, sense կարճ ուրախություններ կտա, բայց ընդհանուր առմամբ մարդը իր ներսում կտանջվի անխաղաղությունից, որովհետև խաղաղությունը սիրելիներ տալիս է Տերը։ Ամեն։ Տեսեք շարունակությունը ինչ ասում, ասում եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Ուրեմն թանկագիններս, եթե մարդիկ անգամ, չգիտեմ, այս կղզի հանգստանան են, երկիր, եթե Տիրոջ ներկայությունը չկա, մարդիկ չեն կարող հանգիստ լինել։ Ամեն։ Հիմա եւ շարունակությունն եմ ուզում կարդալ, ասում է իմ լույսս ձեր վրա առեք, իմ լույսս, այսինքն Քրիստոսը ունի լույս։ Իմ լույսս ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Հիմա թանկագիններս, Տեր Հիսուսը ինչ է ուզում, սիրելիներ, ուզում է, որպեսզի մենք սովորենք իրանից։ Ինչ։ Հեզություն եւ խոնարհություն։ Այսինքն Տեր Հիսուսը թանկագիններս ուզում է, որպեսզի մենք նմանվենք իրան, իր կերպարանքը ունենանք։ Ինչ է նշանակում հեզություն եւ ինչ է նշանակում խոնարհություն։ Հեզ ինչ է նշանակում թանկագիններս հեզ։ Հեզ թանկագիններս նշանակում է, որ մարդը զիջող է, կռվարար չէ։ Ինչքան էլ փորձեն իրանը ներքաշեն կռվի մեջ, չի ստացվում։ Այսինքն հեզ մարդը համբերող է։ Նայեք, հեզ մարդը զիջող է, չի պաշտպանում իր եսը։ Ուստեղ եք։ Սա ինչ է նշանակում, հնարավոր Աստված թույլ տա, որպեսզի քեզի նեղացնեն, հնարավոր է, չի Աստված թույլ տա։ Թողում ես Տիրոջը դու։
Սա հեզությունն է։ Բայց ինչ ես վիճում դու։ Լեզվանի չի բռնկվում։ Այսինքն թանկագինս հեզ մարդը դու չես տենա երբեք իրանը վիճելուց կամ բորբոքվելուց։ Բարկության հոգի չկա իր մեջ։ Իրանձը առաջի տեղում չի դնում, միշտ երկրորդ տեղում է դնում։ Հանգիստ բնավորություն, փափուկ, խոնար բնավորություն ունի, պատրաստ է լսել եւ ընդունել ուրիշներին։ Այսինքն հեզ մարդը պատրաստ է խրատի լսելուն, չի ասում ես գիտեմ դու ինձ սովորեցրեք։ Սա հեզ մարդու բնավորությունն է։ Եթե այսինքն տեսեք ունի ամբողջական կախվածություն Տիրոջից։ Եթե դու ունես շնորհք, դա վերագրում ես Տիրոջը։ Իր ուժը դնում է Աստծո կամքի տակ։ Սա հեզ մարդու բնավորության գծելն է թանկագիններս։ Ամեն։ Այս արժեքը քանի էթում ժողովուրդ ջան վերանում է այս երկրի վրա, գիտեք։ Քանի էթում վերանում է։ Բայց մենք պետք է սովորենք եւ սովորեցնենք։ Ես այսօրվա թեման էսեղ եմ վերնագրել ժողովուրդ ջան։ Մնա խոնար մինչև վերջ, քո կյանքի վերջ, մնա խոնար մինչև քո կյանքի վերջ։ Հիմա եկեք նայենք ինչ է նշանակում խոնարհություն։ Հիսուսն ինչ ասավ, ինձանից սովորեցիք, որ հեզ է եւ սրտով խոնար։ Հիմա հեզությունը նայեցին։ Հիմա ուզում եմ ավելի խորը խոնարհություն ունենք։ Արդյոք մենք խոնար ենք։ Մի բան ասեմ թանկագիններ, Աստված խոնարհների հետ է։ Ինչ ուզում դու անես, եթե դու խոնար չես, Աստված քո հետ չի։ Դրա համար այս թեման շատ կարևոր է։ Ես թանկագիններս այս թեման շատ եմ քարոզում, օրինակ Մարտինի էլ արմավիրում էր այս թեման քարոզվել է։ Հիմա տեսեք թանկագիններս, մարդիկ ուզում են, որ Աստված իրանց հետ լինի, բայց չեն ուզում հեզ ու խոնար լինել։ Չի գործելու։ Դու կաղոթես ու պատասխան չես ունենա երկնքից։ Շատ ժամանակ քրիստոնյաները աղոթում են Տիրոջ եւ պատասխան չկա, չէ՞, գիտեք ինչի համար, պատճառը որ խոնար չեն իրանք։ Եթե մարդը խոնար չէ, ուրեմն մարդը հպարտ է։ Ամեն։ Հիմա թանկագիններս, ուզում եմ միասին բացենք Հակոբոս 1:9։ Հակոբոս առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Նայեք ինչ ասում։ Ասում է խոնար եղբայրը իր բարձրության վրա թող պարծենա։ Եվ նա որ հարուստ է իր խոնարհության վրա։ Քանի որ նա խոտի ծաղիկի պես պիտի անցնի։ Ինչը խոտի ծաղիկի պես պիտի անցնի, հարստությունը։ Չէ՞, նա որ հարուստ է իր խոնարհության վրա։ Տեսեք, կա մեր շրջապատում կան, չէ՞ մարդիկ, որ լիքը փող ունեն։ Կան, չէ՞, անուն ունեն, բայց գիտեք, նրանք Աստծո առաջ ցածր են։ Բայց այն մարդը, որ անուն չունի, բանվոր մարդ է, նորմալ աշխատանք չունի, բայց եթե ինքը խոնար է, Աստծո առաջ մեծ է ինքը։ Իր դիրքի վրա ասում է, տեսեք ինչ ասում։ Ասում է խոնար եղբայրը իր բարձրության վրա թող ուրախանա։ Ինչի համար, որտեղ թանկագիններս Աստված խոնարհներին սիրում է եւ Աստված խոնարհների հետ է։ Ամեն։ Հիմա թանկագիններս, նայեք։ Հպարտությունը
Կարակ ասեք, երբ է գալիս մարդը մոտ։ Երբ գովում են, գիտեք, հպարտությունը թանկագինես գալիս է իր ժամանակ, երբ որ կա հաջողություն։ Չեք լսել, որ մեծական խոսք ասում են 2 կոպեկ գումար ընկավ ձեռը, արդեն քիթը ցցեց։ Հիմա թանկագինես մարդը մնում է մարդ, եկեղեցում էլ կարա լինի։ Օրինակ, եկեղեցում կարա ինչ-որ մեկը, որ աղոթում է, մարդիկ բժշկվում են կամ ազատագրվում են կամ, չգիտեմ, մեկ այլ բան, օրհնվում են, հնարավոր է իր վրա հպարտություն գա, չէ՞։ Կարա գա։ Տեսեք, թանկագիններս, հաջողությունը ու հպարտությունը միասին են գալիս։ Ամեն, սիրելիներ։ Այսօր մեկ ինչ դասի նման։ Հիմա ուզում եմ բացենք 2 Կորինթացիների 12-րդ գլուխը։ 12-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում։ Պողոս առաքյալին մենք բոլորս գիտենք, չէ՞։ Տեսեք, թանկագներ, Պողոսը եթե հպարտանալու վտանգի մեջ է, ստե մենք բոլորս կարանք հպարտանանք։ Պարտադիր չէ, որ մարդը գումար ունենան առհպարտանա։ Լիքը մարդիկ գիտեն, որ ոչ մի բան չունեն, բայց հպարտ են։ Կա տենց բան։ Իմ տատս գիտեք ինչ է ասում էր աղքատ հպարտ։ Կա լինում է, չէ։ Հիմա թանկագինես նայեք, ես այսօր ուզում եմ մի հատ sense պատվաստ անենք մեր մեջ, պատվաստ հպարտության դեմ, որ երբեք ու երբեք ինչ է որ լինի, փառքը Տիրոջ է դա։ Ամեն։ Հիմա բացեք 2 Կորինթացիների 12-7-ը։ Ասում է, որպեսզի չլինի, թե որ ես հպարտանամ խիստ շատ հայտնությունների համար, ինձի մարմնի խայթոց տրվեց սատանայի հրեշտակ ինձ նեղացնելու համար, որպեսզի չլինի, թե հպարտանամ։ 2 անգամ ըստ շեշտում է, որպեսզի չհպարտանամ։ Նայեք, Պողոս առաքյալը թանկագիններս հպարտանալու, լսում եք, վտանգի առաջ էր։ Պողոս առաքյալը։ Ինչի համար։ Խիստ շատ հայտնությունների համար։ Գիտեք, հայտնությունը որտեղից է գալիս, հարց եմ տալիս ձեզի։ Երբ որ Աստված խոսում է մարդու հետ, մարդը հայտնություն է ստանում։ Այսինքն տեսեք, կարա մարդը Աստծո հետ փոխհարաբերության մեջ լինի։ Լցված լինի Աստծո խոսքով ու հպարտանա։ Զարմանալի բան է, չէ՞ կատարվում։ Գիտեք, սիրելիներ, մենք պետք է ազգույշ լինենք։ Նայեք, ստե Աստված ինչ է անում Պողոսի հետ, որպեսզի Պողոսը չհպարտանա։ Նայեք, որպեսզի չլինի, թե ես հպարտանամ խիստ շատ հայտնությունների համար։ Ինձի մարմնի խայթոց տրվեց մի սատանայի հրեշտակ ինձ նեղելու համար, որպեսզի չհպարտանամ։ Տեսեք, Աստված թույլ էր տվել, որպեսզի մի սատանայի հրեշտակ նեղացներ Պողոսին։ Հիմա եղել է քո կյանքում, որ ինչ որ մի բան քեզի նեղացնում անընդհատ, հա։ Եղել է։ Լինում է, չէ։ Հնարավոր է դա Աստվածը թույլ տվել, հնարավոր է դու քո սխալ որոշումների պատճառով ես այդ վիճակում։ Բայց մի բան կարամ ասեմ, այդ իրավիճակը քեզի պահում է խոնարհ։ Ես չգիտեմ, Պողոս առաքյալ, օրինակ Մարտին Լյութերի կյանքը, երբ որ նայում ենք Ժողովուրդ ջան, Մարտին Լյութերը ինքը հաճախակի հնգնում էր, գիտեք ինչի մեջ, դեպրեսիայի մեջ, ընկճախտ, այդ ձև է կոչվում, տրտմության դև էր բռնում իրան, ուրախություն, խաղաղություն կորցնում էր։ Մարտին Լյութերը մեծ Աստծո ծառա,
Այսինքն թանկագիններս կարա մեր կյանքում լինի Աստված թույլ տա մի բան, որպեսզի մեզ նեղացնա, որպեսզի հանկարծ ու հանկարծ մենք չհպարտանանք։ Հենց սիրելիս դու խոնարհվես, Տերը կսկսի ներկա գտնվել քո մեջ։ Հենց հպարտացած Տերը կհեռանա, դևը կգա։ Այստեղ եք սիրելիներ։ Հիմա մենք այսօր կնայենք առաջինը ինչ է խոնարհություն։ Երկրորդը Աստված ինչպիսի վերաբերմունք ունի խոնարհներին։ Ինչ է խոնարհություն եւ Աստված ինչպիսի վերաբերմունք ունի խոնարհների նկատմամբ։ Հիմա թանկագիններս, եկեք անցնենք առաջ։ Ինչ է խոնարհությունը։ Եթե էսև ասեմ, եթե դու ունես ծառայի սիրտ, դու խոնարհ ես։ Ինչ է նշանակում ունենալ ծառայի սիրտ։ Ծառայի սիրտ ունենալ թանկագինս նշանակում է հենց որ դու քո դիմացին հանդիպում ես, ուզում ես ինչ-որ մի բանով օգնես։ Իրանը ծառայես, պիտանի լինես իրանը, ինչ-որ մի փոքրիկ բանով։ Սա նշանակում է ծառայի սիրտ թանկագիններս։ Ամեն։ Հիմա ծառայել մեկը մյուսին Հիսուսի անունով դա խոնարհություն է։ Եկեք բացենք Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 20-28-րդ խոսքերը։ Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 20-28 20-րդ խոսքից 28-րդ խոսքը։ Կամ եկեք գիտեք ինչ, որպեսզի 20-ից չկարդանք, կկարդանք 25-րդ խոսքից։ Ասում է իսկ Հիսուսը իրեն կանչեց նրանց եւ ասա 25-րդ խոսքը։ Իսկ Հիսուսը իրեն կանչեց նրանց եւ ասավ. գիտեք թե ազգերի իշխանները կտիրեն նրանց եւ մեծամեծները կիշխեն նրանց։ Սա ինչ է նշանակում թանկագինս։ Երբ որ ինչ-որ մեկը դառնում է պաշտոնի, գիտեք ինչ է ինքը անում, եթե մեկը իրանը չհնազանդվավ, ինչ ուզենա կարա անա։ Կուզակը արստահարա, կուզակը պատժա, չէ՞։ Այսինքն ինքը իշխում է, ինքը ճնշում է այն մարդկանց, որոնք որ իր ենթակայության տակ են։ Բայց գիտեք, եկեղեցու այս ձեռք հակառակ պատկերն է թանկագիններս։ Եթե եկեղեցում որևէ մեկը ուզում է բարձրանա, ինքը պետք է բոլորի ծառան լինի։ Համաձայն եք թե չէ։ Եթե եկեղեցում մեկը ուզում է բարձրանալ, պետք է դու պատրաստ լինես բոլորի համար վազվզես։ Այսինքն թանկագիներս, նայեք շարունակության մեջ ինչ ասում։ Ասում է որդին մարդո չեկավ սպասավորություն ընդունելու, հապա սպասավորություն անելու եւ իր կյանքը շատերի համար փրկանք տալու։ Այսինքն թանկագիններս, Տեր Հիսուս Քրիստոսը եկավ ծառայեց բոլորին։ Համաձայն եք։ Ինքը եկավ բոլորին ծառայեց, բոլորի մեղքերը իր վրա վերցրեց, բոլորին սովորեցրեց, բոլորի հիվանդությունները բժշկեց, ազատագրեց դևերին, ավետարանը քարոզեց, հալածվեց, իրանը չընդունեցին։ Այսինքն ինքը ծառայում էր թանկագինս։ Ինքը չարչարվում էր։ Ամեն սիրելիներս։ Հիմա թանկագինս, եթե ուզում ես Տերը քեզի բարձրացնա, դու պետք է մտնես ծառայության մեջ։ Դու պատրաստ լինես ըստ քո դիմացինին, քո կողքին նստածին ծառայելու։ Թե աղոթքով ծառայելու, թե խոսքով ծառայելու, ամեն ինչով որ
քո մոտ կստացվի ծառելու։ Սա թանկագինս խոնարհություն է։ Ուրեմն 20-րդ խոսքը հետաքրքիր մի բան ասում։ Ասում է ու ձեզանից ով որ առաջինն է ուզում լինել, թող նա ձեր ծառան լինի։ Եթե թանկագինս ուզում ես եկեղեցում դու բարձրանաս, դու պետք է ծառայես։ Ամեն թանկագիններս։ Երկրորդ բանը, սիրելիներս, ինչ է նշանակում խոնարհություն։ Միշտ դիմացինին քեզանից ավելի լավը համարիր կամ գնահատիր։ Ունես այդ ձև սիրտ։ Եթե թանկագին ես դու քո դիմացինին կարողանում ես քեզանից ավելի բարձր դասես, չեմ ասում քեզի արժե զրկես, կամ ավելի բարձր գնահատես, նշանակում է դու խոնարհ սիրտ ունես։ Օրինակ տեսեք, նա հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Նկատել եք, ով որ մի քիչ լավ է հագնվում, դիմացինի վրայի շորերն էլ մի քիչ էժանոց է, արդեն ինչ որ զգացողություն է, չէ՞ գալիս։ Կամ ասենք, չգիտեմ, իր պապինական բժիշկեն հել է, անվանի ցեղից է, կամ իր վրա ոսկեղեն կա, լավ մեքենա է քշում, լավ տուն ունի, արդեն այն դիմացինը որ չունի, աշխարհում այդ ձևը, չէ՞։ Արդեն ինքը, գիտեք ինչ ձև, վերևից է նայում, կա այդպես բան։ Եկեղեցում չպետք է այդպես բանը լինի։ Ինչքան էլ դու ունևոր լինես, լավ տուն ունենաս, լավ ավտո ունենաս, թանկագին ես, դու պետք է քո դիմացինին բարձր գնահատես, ցածրից նայես։ Սա ժողովուրդ ջան, խոնարհություն է։ Ամեն եւ Աստված որտեղ է բնակվում խոնարհների հետ։ Այստեղ եք թանկագիններս։ Հիմա ես ուզում եմ մի տեղ նայենք առաջի Կորինթացիներ 15:5-ը։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ ձևա իրանը խոնարհեցնում։ Նայ, Պողոս մենք պետք է սովորենք Պողոս առաքյալից, ճիշտ է։ Հիմա թանկագիններս, նայ 15-րդ գլուխ, 5-րդ խոսքից մինչև 9-րդ խոսքը։ Նայ, ասում է եւ երևեցավ Կեփասին 15:5-ը, առաջի Կորինթացիներ։ Ասում է եւ երևեցավ Կեփասին Ետքը 10-ով երևաց Հիսուսը, չէ։ Հիսուսը սկզբից ամենաառաջինը իր հարությունից հետո երևում է Պողոսին, կներեք, Պետրոսին։ Հետո երևում է 12 առաքյալներին։ Հետո երևում է 500-ից ավելի եղբայրների, մեկտեղ երևեցավ, որոնցից շատերը մինչև հիմա կապրեն, ոմանք ննջեցին։ Հետո երևեց Հակոբոսին եւ ետքը բոլոր առաքյալներին։ 8-րդ խոսքը ինչ ասում։ Ամենից ետքը որպես է վիժացի ինձի էլ երևեցավ, քանի որ ես առաքյալներից ամենից ետինն եմ, որ արժանի էլ չեմ առաքյալ ասվելու, քանի որ Աստծո եկեղեցին հալածեցի։ Տեսեք, թանկագիններս, Պողոս առաքյալը պատճառները փնտրում, որ Իրանը ինչ անա ցածրացնա։ Իսկ գիտեք մեր մոտ ինչ կա եկեղեցիներում։ Հենց որ Աստված մի փոքր ինչ որ մեկին գործածում է, մարդիկ սկսում են իրանցը բարձրացնել։ Ու գիտեք всё, վերջ, անկում է եկա։ Ասենց Աստծո գործը կանգնում է թանկագինս։ Գիտեք Աստծո խոսքը ինչ ասում, ասում սատանային տեղ մի տվեք։ Ես մի պատմություն եմ ուզում պատմել, սիրելիներ, երբ որ Պողոսն ու Շիղան հեթանոսական մի հատ քաղաքում բժշկություններ արեցին։ Գիտեք այդ մարդիկ ինչ ասեցին, Աստվածները մարդկանց նմանությամբ մեզի են եկել։ Ու գիտեք ինչ արեցին, բերեցին, որ կենդանի զոհաբերեն։ Ու առաքյալները կանգնում են, ասում են. ժողովուրդ ջան, մենք ձեր նման կրքերի ենթակա մարդիկ ենք ու իրանց հանդերձներն են պատվում։
Թանկագիններս մի բան ասեմ, եթե Աստված ուզեցավ ինչ որ մեկին բարձրացնի, ոչ ոք չի կարող խանգարի։ Եթե Աստված ուզեցավ ինչ որ մեկին ցածրացնի, ինչ ուզում անես, չես բարձրանալ։ Եթե ուզում ես առանց Աստծո բարձրանալ, չի ստացվելու, ընկնելու ես։ Մի բան ասեմ, սիրելիներ։ Կա տենց զգացողություն ձեր մեջ, որ ձեր դուրը գալմա, որ ձեզի գովում են։ Նորմալ չէ։ Թող Տերը քեզ գովա։ Երբեք ու երբեք, մի բան ասեմ, ամենավտանգավոր բանը, երբ որ քեզի գովում են։ Երբեք ու երբեք, լսեք, թանկագիններս, ես հիշում եմ մի հատ քույրիկ մի բան ասավ, ասում է, կյանքիս մեջ առաջի անգամ 10-րդի տալու, ու ես այնքան ռեալ զգացի, տվեցի այդ 10-րդը, ասում եմ, այնքան ռեալ զգացի, որ Աստված նայեց երկնքից ու ժպտաց ինձ։ Ասում, այնքան դա ռեալ էր, որ անհնար էր, որ ես դա չզգայի։ Թանկագինս, դու ապտի, որ Աստված քեզի ժպտա, այսքան լայք անան, ես մեր ժամանակակից ռեսուրս եմ։ Հավանի քո արածին, դու մարդկանց հավանությունից գործ չունես։ Եթե դու ուզում ես մարդկանց հավանությանն արժանանաս, հնարավոր է Աստծո հավանությանը չարժանանաս, դու սկզբից ամեն ինչ արա Աստծո հավանությանը արժանանաս։ Այսինքն երբեք ու երբեք քո հայացքը մի կտրա Աստծուց եւ ուղղա մարդկանց։ Սա խոնարհություն է, թանկագինս։ Թող քո կախվածությունը մարդկանցից չլինի, այլ երկնքի Աստծուց լինի։ Աստված է քեզի բարձրացնողը, ուրեմն դու նրա հետ գործ բռնա։ Սա խոնարհություն է, սիրելիներ։ Հիմա թանկագիններս, տեսեք ստե ինչ ասում։ Նայեք, տեսեք Պողոս առաքյալը ինչ արավ, ասում իմ հանդերձները իրանք պատրեցին, հող լցեցին իրանց վրա, ասացի ժողովուրդ ջան, մենք մարդ ենք։ Այսինքն սիրելիս, երբ որ քեզի կգովան, երբ որ քեզի կմեծարեն, քեզի կգովաբանեն, քեզի կորցրա, մի թույլ տուր։ Թող Տերը քեզի գովա ու բարձրացնա մեծարա, երբեք ու երբեք մի թույլ տուր։ Այստեղ եք թանկագիններ, եթե Տերը չուզեցավ քեզի բարձրացնի, ինչ կուզես արա։ Բայց եթե Տերը ուզեցավ քեզի բարձրացնի, ամբողջ դժոխքներ, մարդկություններ կանգնի չի կարա կանգնես։ Ամեն, դու քո գործը Տիրոջ հետ կապա։ Հիմա թանկագիններս, ուզում եմ Փիլիպեցիների 2:3 նայենք։ Երկրորդ գլուխ, 3-րդ խոսքը։ Նա կարանք էկրաններին տիկ ջան ծառ դնենք, որ արմատներն երևում են։ Արմատներն երևացող ծառ։ Տեսեք ինչ ասում, Փիլիպեցիներ 2-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ասում է ոչ մի բան, լսում եք, գերգռությունով կամ սնապարծությունով մի արեք։ Գիտեք ինչ է նշանակում, մեկ այլ թարգմանության մեջ գրգռություն, ասում է հակառակությունով, մրցակցությունով մի արեք։ Հակառակ մրցակցությունով կամ սնապարծությունով, սնապարծությունը ուրիշ թարգմանության մեջ ասում է դատար փառասիրությունով։ Հակառակությունով ու փառասիրությունով մի արեք, հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձից լավը համարեք։ Ինչ է խոնարհությունը, երբ որ դու քո դիմացին քեզից լավն ես համարում։ Աստված այս տեսակ մարդկանց է հավանում, թանկագիններս։ Ամեն։ Ահա։ Ինչ է նշանակում խոնարհություն։ Անցնենք առաջ։ Օրինակ լինել, ինչպես Հիսուսը եղավ,
Սա խոնարհություն է։ Օրինակ ում մենք պետք է լինենք, մեր երեխեքին, չէ՞։ Մեր ընտանիքին, մեր շրջապատին, եկեղեցուն, ազգականներին, գյուղին, քաղաքին օրինակ լինես։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, մայրն է միշտ այդ արտահայտությունն անում։ Ասում է ավետարանը քարոզեք մեկ-մեկել բարերով։ Կարակ բացատրեք ինչ նկատի ունեմ։ Նորից կրկնեմ։ Դե բացատրեք, լավ, եթե չեք ուզում կրկնել։ Հա? Հա? Կրկնեմ։ Ավետարանը քարոզեք մեկ-մեկել խոսքեր օգտագործեք։ Հələ սպասի աստղ ջան, ասա ման ջան։ Всё։ Լրիվ համաձայն եմ։ Հիմա թանկագիրներս մենք, Ժողովուրդ ջան, մեր ավետարանչություն, ժողովուրդ մի բան ասեմ, եթե դու ավետարանում ես, բայց չես ապրում, դու ավիրում ես։ Եթե դու չես ավետարանում, բայց ապրում ես, դու օրհնություն ես դառնում։ Բայց եթե դու ապրում ես, գումարած ավետարանում ես, դու կրկնակի օրհնություն ես դառնում։ Այստեղ եք, հիմա թանկագիրներս, ինչ էր խոնարհությունը։ Դու օրինակ պետք է լինես։ Խոնարհության օրինակ։ Հիմա տեսեք Հիսուսը իրան ինչ աստիճանիա ցածրացնում։ Ասեմ ձեզի, սիրելիներ։ Ասեմ ձեզի։ Հիսուս Քրիստոսը այս երկրի վրա ինչքան խոնարհվելու տեղ կար, այդքան խոնարհվավ ինքը։ Հաջան։ Ահա, ոչ միայն խաչի վրա։ Հիմա տեսեք, թանկագիրներս, ըստ է ես մի տեղ կա, ուզում եմ ուղղակի կարդամ Հովհաննես ավետարան 13:4-ն է։ Հովհաննես ավետարան 13:4-ը։ Էսի Ոտնլվայի պատմությունն է։ Ես կկարդամ սիրելիներ 13:4 խոսքից, ասում է ընթրիքից ելավ հանդերձները մեկնի դրա, իրանք ընթրիք էին անում, ընթրիքից հետո հանդերձները մեկնի դրա, ղենջակը առնելով մեջքը փաթաթեց, հետո կոնքի մեջ, այսինքն տաշտի մեջ ջուր լցրեց, սկսեց աշակերտների ոտքերեն լվալ եւ իր փաթաթված ղենջակով սրբել։ Հիմա սիրելիներս, ինչ էր անում Հիսուսը, թանկագիններ։ Գիտեք, առաջ ժամանակներում ում ոտներն էին լվանում եւ ով էր ոտ լվացում։ Հարցները կեսրարների, իսկ ավելի առաջ ժամանակներում ահա, տեսեք, ավելի առաջ ժամանակներում մարդիկ իրենց տներում ունեին ստրուկներ։ Երբ որ այդ ընտանիքում հյուր էր գալու, ժողովուրդ ջան, տան ստրուկը հյուրի ոտքերը լվացում էր։ Դա, ասեմ ձեզի, ամենա ցածր աշխատանքն էր, ամենավերջի գործողությունն էր, ժողովուրդ ջան, ամենացածր։ Դու այստեղ եք։ Հիսուս Քրիստոսը ամենացածր աշխատանքը կատարեց, թանկագիններս, լված իր աշակերտների, առաքյալների ոտքերը։ Այսինքն տեսակ, որ Հիսուսը ինքը իրանը խոնարհեցնում է, ինքը իրանը խոնարհեցրեց մեկ, երկրորդը թանկագիններս, ասավ դե հիմա տղերք, սկսում եք իրար ոտ լվալ։ Ես օրինակ եղա, հիմա սկսում եք իրար ոտ լվալ։ Տեսեք ստե շարունակությունը, եթե 14-րդ խոսք, ասում է, եթե ես Տերս ու վարդապետս, ինչ է նշանակում Տեր ու վարդապետ։ Տեր ու վարդապետ նշանակում է, որ թանկագինս ինքն էր Տերը։ Վարդապետ ինքն էր վարդապետը։ Ասեմ Հիսուսը ոչ միայն Տերը, այլ նաև ինքը բոլոր տերերի Տերն է։ Ոչ միայն ինքը վարդապետը, այլ ինքն է բոլոր ուսուցիչների գլուխը։ Ոչ միայն ինքը թագավորը, այլ նաև ինքը բոլոր թագավորների իշխանն է։
Ոչ միայն ինքը իշխանը, այլև ինքը բոլոր բժիշկների գլխավորն է։ Թանկագիններս, եւ լինելով այդ ամեն ինչը ինքը իր աշակերտների ոտքերը լվացեց։ Հիմա տեսեք թանկագիններս, ասում է, եթե ես Տերս եւ վարդապետս ձեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ դուք էլ իրարու ոտքեր լվաք։ Եվ ասում է տաշտը բերեցին, սկսեցին իրար ոտք լվալ։ Հիմա մի հատ հարց եմ, գիտեք ինչ եմ ուզում ասեմ, սիրելի։ Գիտեք Հիսուսը ուզում էր, որպեսի աշակերտները ինչի համար ուզում, որպեսի աշակերտները իրար ոտքեր լվային, որտեղ իրան սրտերի մեջ այդքան էլ իրար չին ընդունում։ Իրան սրտերի մեջ։ Դրա համար ասավ իրար ոտքեր լվացեք, իրար ծառայեք։ Ամեն թանկագիններս, հալելույա։ Ես ստե մի բան եմ հետաքրքիր գրել։ Հարգել դիմացինին պետք է, չէ՞։ Խոնարհվել դիմացինին։ Էլի պետք է, թե պետք չէ։ Ծառայել դիմացինին պետք է։ Բայց երկրպագել միայն Հիսուսին։ Թանկագիններս, երբ որ Պողոսին ուզում էին մեզ ամենը ասում, հավանեց ապերը։ Հիմա տեսեք թանկագիններս, եթե սիրելիներ Հիսուս Քրիստը, եթե թանկագիններս մարդուն տեսեք, երբ որ ուզում էին Պողոսին երկրպագին ինքը չթողեց, գիտեք ինչի համար, որտեղ ինքը գիտեր հարված է գալու։ Հիշում եք, երբ որ Հերովդեսին երկրպագեցի, Հերովդեսը ատենաբանություն էր անում, ասեցին Աստծո ձայնը, ու ինքը փառքը Աստծուն չտալու համար հրեշտակը խփեց, սպանեց, եւ ինքը որտնալից մեռավ այդ րոպեին։ Ինչի համար Իրանը երկրպագեցին, ինքը փառքը չտվեց Տիրոջը։ Ինքը մեծարեցին, գովացին, ինքը փառքը չտվեց Տիրոջը։ Թանկագինս, եթե Աստծո շնորհքը քո վրա կլինի, ու մարդիկ քեզի կգովան, երբեք ու երբեք չվերցնես, սիրելիս։ Զգույշ եղի։ Զգույշ եղի, մարդիկ շուտ են ընկնում երկրպագության մեջ, մարդուն երկրպագելու։ Տեսեք, ծառայիր, խոնարհվիր, հարգիր դիմացինին։ Բայց չի կարելի երկրպագել, ամեն։ Հիմա թանկագիններս, Աստծո խոստմունքները խոնարհների համար Աստված ինչ ունի պատրաստած, այս ձև ասեմ, խոնարհների համար յուրահատուկ օրհնություններ կա պատրաստած։ Մարդիկ ասում են, ինչի Աստծո օրհնություն չկա, այդքան Աստված ասում է, որ քեզի կօրհնեմ, լսեք, փագ է դռները օրհնության։ Դե հպարտություն կա։ Ու լիքը բաներ կա, որոնք խանգարում են։ Ծառը դրվավ։ Հա? Ահա։ Տեսեք, էսի ծառը, ժողովուրդ ջան։ Պատկերացրեք, այս ծառի վրա կա պտուղներ։ Գեղեցիկ է, չէ՞։ Բայց հետաքրքիր մի հատ բան եմ ուզում ասեմ, թանկագիններս։ Այս ծառը իր արմատների հաշվին, բայց արմատները չեն երևում։ Մարդն էլ այդ ձև։ Մարդիկ ուզում են բարձրանան առանց արմատների, չի գործելու։ Օրինակ ասում են գործ կառաքելոցում արտություն է լավ, էս է լավ։ Գիտեք, արմատները կար, արդեն Քրիստոսը արմատները դրել էր։ Դրա համար եկեղեցին միանգամից բարձրացավ։ Եթե թանկագիններս ուզում են գործ կառաքելոցը գա քյավար կամ մեր եկեղեցի, մենք այսենց արմատներ պետք է ունենանք։ Տենում եք, այսենց արմատներ։ Հիմա, ինչն է արմատը։ Օրինակ ընտանիքները կա քանդվում են, չէ՞, ինչի՞։ Արմատ չկա։ Ո՞րն է արմատը, սիրելիս։ Եվ մենակ սերը, բա սրբությունը։ Սեր պետք է լինի, սրբություն պետք է լինի, մեկը մյուսին պետք է վստահեն, չէ՞։
խոնարհություն պետք է լինի, հնազանդություն պետք է լինի, հավատարմություն պետք է լինի։ Սրանք արմատներ են։ Եվ մեկ էլ տենում ես այդ ընտանիքում երեխեք ծնվան ու մի անգամից լավ սովորեցին դարձյալ պաշտոնյա։ Գիտեք ինչի համար, որտեղ իրանք մաքուր մթնոլորտում են մեծանում։ Որտեղ այդ ընտանիքում եթե միաբանություն կա, ֆինանսները կմեծանան։ Եթե ֆինանսը լավ, երեխեքը լավ ծնողներ տեսան, իրանք լավ կդաստիարակվեն, լավ կսովորեն, իմաստություն ձեռք կբերեն, գիտություն կբերեն, լավ բուհեր կսովորեն, հետո ավարտեն լավ պաշտոններ կունենան։ Այսինքն մենք տեսանք ծառը, չէ՞, բայց ընդ արմատների վրա աշխատանք էր արված։ Բա մեր քուրերից մեկն ասում է, բա Թանկագիններս, հիմա նույնը գալիս է եկեղեցի առողջ ընտանիք, առողջ եկեղեցի եւ առողջ պետություն, ճիշտ է։ Նայեք, եկեղեցին ինչ է։ Եկեղեցին ընտանիք է։ Օրինակ մի հետաքրքիր բան ասեմ։ Երբ որ մտնում եք ստե, իրար հանդեպ սեր եք, ջերմ եք։ Փառք Տիրոջը, ուրախ եմ։ Նայեք, անկեղծ սիրում եք իրար։ Կարողանում եք թերություններ, բոլորս թերություն ենք, կարողանում եք մեկ այդ մյուսի թերությունը տենալ, բայց աղոթել, ոչ թե բամբասել։ Եթե կխոսասել թերություններից, սիրով խոսա ու աղոթ հենց այդ րոպեին։ Եթե սրտի սիրուցա չանգարեմ, նարեկ ջան։ Հիմա թանկագիններս մի բան ասեմ, արմատի վրա մենք պետք է աշխատենք, այսօր ինչ ենք մենք դնում, խոնարհություն։ Խոնարհության արմատ ենք մենք գցում։ Այո, հələ դե ինչ է ըսկա ծառա, չէ, որտեղ արմատ է։ Առողջ է։ Արմատը առողջ է։ Հիմա տեսեք, ուզում եք այս եկեղեցին մի հատ մեծ եկեղեցի դառնա։ Օրինակ ասենք, մեր 1000-2000 հոգանոց, եթե արմատ չի լավ, չի լինի։ Այսօր մենք թանկագիններս, տեսեք, արմատը, Ժորժ ջան, արմատը մի հատ չի։ Մեկ, չէ՞։ Արմատ մենք բոլորս տեսել ենք, չէ՞։ Նայեք, արմատը ճյուղեր ունի, այնա, կա, չէ՞։ Տեսեք, ճյուղեր ունի։ Մի հատ, տեսեք, գլխավոր ճյուղերն, մի հատ sense իջավ, էսի խոնարհությունն է օրինակ։ Էսի օրինակ անկեղծ սերն է, էսի կամեցողությունն է, էնի հավատարմությունն է, էնի հնազանդությունն է, ու իրաց մանդատ ճյուղերը։ Եթե սրանք չլինեին, թանկագիններս, այն ծառը չէր լինել։ Սիրելիներ, Աստված ուզում է, որ այս եկեղեցին, այդ ծառի նման լինի, ուղղակի ինքը անպտղատու ծառա, պտուղների վրա շատ գեղեցիկ։ Բայց թանկագիններս, որպեսզի մենք այդ ծառը ունենանք, մենք հզոր արմատներ պետք է գցենք։ Այսօր ուզում եմ, որպեսզի սիրելիս դու զգույշ լինես հպարտությունից ու քո խոնարհության արմատ արձակես։ Հետաքրքիր է գիտեք որներ, երբ որ այս թեմայով ես Արմավիրում խոսացի, իրանց Հովիկինը ասավ, ցոլակ եղբայր, մեծ շնորհք փոխանցավ եկեղեցում, դա ես զգացի։ Այսօր Ժորժ ջան, եկեղեցիներում գիտեք ինչ է խոսսվում։ Չարչարանքներից չխոսսվում, օրինակ, քրիստոնյայի չարչարանքներից, հալածանքներից չի խոսացվում, նեղ ճանապարհից չի խոսացվում, խոնարհությունից չի խոսացվում, այն դժվար բաներից չի խոսած, դու պետք է օրհնված լինես, դու պետք է լավ մեքենա ունենաս, դու պետք է հարուստ լինես, դու պետք է ես հասկացա։ Բայց թանկագինս այդ լավի համար մենք պետք է լավ արմատներ ունենանք։ Ինչ ասել ջան։ Այո։ Այսինքն սկզբից տեսեք Ժորժ ջան, մի հատ ծառ կա, կոչվում է չինական բամբուկ։ Չինական բամբուկ։ Գիտեք ինչ ձև է աճում, սովորական ծառների նման չի աճում։
Չինական բամբուկը 6-ից 7 տարի արմատ է գցում։ Բայց գիտեք ինքը հողի վրա այսքան բարձրություն ունի, այսքան։ Աստված մեր հետ ձև է գործում, գիտեք։ Հովսեփի հետ ձև։ Ես ասեմ թանկագիններս, արմատները մենք արձակում ենք շատ ժամանակ, չարչարակների ժամանակ։ Չարչարակ, գիտեք, հասունությունը գիտեք երբ է գալու մեր մոտ, չարչարանքների ժամանակ։ Եթե Տերը քո կյանքում թույլ է տվել, որ քեզի նախատեն, հալածեն, չարչարեն, լսի սիրով ընդունա։ Ասա փառք քեզի Տեր իմ Աստված, որ ես իջ մարդը օրինակ ընձի տանջում է։ Իմի տեսեք Աստված արմատներ է գցում մեր մեջ, սիրելիներ։ Ու գիտեք, այդ չինական բամբուկի պատմությունն եմ ուզում շարունակեմ, երբ որ իր արմատները խորանում է, գիտեք հետո ինչ ալի, մեր շաբաթվա մեջ 5-6 մետր բարձրանում է, վիսոտնի շենքի չափ։ Կարող ավելի շատ 7-8 մետր լինի։ Ու գիտեք, մեկ շաբաթվա ընթացքում դու կարաս կանգնես իր աչքը տենաս քո աչքով։ Այնպես որ թանկագիններս, եթե մենք չխոնարհվենք, Աստծո հոգին մեր հետ չի գործի, ամեն։ Փառք Տիրոջը, ժողովուրդ ջան։ Եկեք անցնենք առաջ։ Աստված ինչպիսի օրդություններ ունի պատրաստած, խոստմունքներ ունի պատրաստած խոնարհների։ Մի հետաքրքիր բան եմ ուզում ասել։ Դու գիտես, որ առանց համբերության քո խոստմունքները քո կոչմանը չես հասնի։ Ստեք։ Աստված ունի կոչում այդ գեղեցիկ ծառն է։ Առանց տոկալու, առանց համբերության դու չես հասնի։ Գիտեք ինչ է նշանակում տոկալ։ Հա? Ինչ? Ջանալ, տոկալը գիտեք որ մեկն է, երբ որ ծառայություն ունես, բայց տրամադրություն չկա, եղանակը վատ է, դու թույլ ես քեզի, դու ես քեզի վերցում ես, ասում ես երան թե այսօր ծառայություն չլներ։ Վերցում ես ու եթում ես ծառայություն տանում ես քեզ։ Սա նշանակում է տոկալ։ Որ դու չես նայում քո զգացմունքներին, նայում ես քո պատասխանատվությանը։ Այնքան այն հետից է, որ հոգնում ես ծառայելուց։ Սաղ կյանքդ պետք է ծառայես, պայտակ հոգնածություն է գալու, մարդ ես, չէ՞։ Բայց գիտեք տոկալը որն է, որ դու քո հոգնածությանը չես նայում։ Վազում ես Տիրոջ տուն, վազում ես այն գործը կատարելու, որ պատասխանատվություն ես դու վերցրել։ Սա տոկալն է, թանկագիններ։ Նա խոստանում է քեզ հետ լինել։ Եկեք բացենք Եսայի մարգարեություն 57:15-ը։ Եսայի մարգարեություն 57:15-ը։ Եթե խոնարհվես, տեսեք, տոկաս, կարանաս սպասես, Աստված քեզի հասցնելու է այն կոչմանը, որի համար դու ծնվել ես։ Նայեք թանկագիններս, ես մի բան եմ ուզում ասեմ։ Գիտեք շատ քրիստոնյաներ մահանում են առանց իրանց կոչմանը հասնելու։ Գիտեք ինչի համար։ Որովհետև չունեն խոնարհություն եւ համբերություն, չեն կարողանում տոկան։ Երբ որ Բենհինին մի հատ քարոզ կա, պատրաստվել ծառայության, ասում է ինքը իր հովին, գիտեք, իր սևյա ծառը, ասում մի հատ ծանր ակարդիոն կար, դա ես վեշտից տեյս ընդեի տեղափոխում, ու այդ ակարդիոն իմ քաշին էր։ Ասես մեկ չէ թեթև։ Հələ այդ ծառայությունը հետաքրքիր քարոզ է, լսեք, տեսեք, շարունակ, այստեղ ինչ ասում, Եսայի 57:15-ը ինչ ասում, ասում է
Քանզի այսպես ասում բարձրի ու բարձրյալը, որ հավիտենականության մեջ է բնակվում եւ նրա անունը Սուրբ է, ես բարձր եւ սուրբ տեղն եմ բնակվում, բայց կոտրված եւ խոնար հոգի ունեցողի հետ եմ, որպեսզի խոնարհների հոգին կենդանացնեմ եւ կոտրված սրտերը ապրեսնեմ։ Որտեղ է բնակվում Աստված, բարձունքներում, բայց նաեւ խոնար եւ կոտրված սրտերի մեջ։ Չի ասում է սիրող սրտերի մեջ, հավատարիմ սրտերի մեջ, ես դեմ չեմ դրանց, դրանք շատ ավարժեքներ են, բայց հետաքրքիր է, որ ինքը խոնարհությունն է շեշտում։ Հենց ասում են խոնար մարդկանց հետ եմ, թանկագիններս ուզում ես Աստված քո հետ լինի, դու պետք է ապացուցես քո խոնարհությունը։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Եղել է դեպքեր, դուստեք, որ առանց մարդու խոնարհությունը ստուգելու բարձրացրել են ծառայության, Աստված ընդդեից իջցրել է։ Առանց արմատի ծառ չկա, թանկագիններս, չկա, չի լինեցել։ Ամեն։ Մի բան եմ հետաքրքիր ուզում ասեմ սիրելիներ, կամ դու որոշում կկայացնես խոնարհվես, կամ Աստված իր ձևով քեզի կխոնարհեցնա։ Ես խորհուրդ չեմ տա, որ Աստված իր ձևով քեզի խոնարհեցնա։ Էդի խորհուրդ չեմ տա, որտեվ ես էդի տեսել եմ շատ դժվար է ու շատ ցավալի։ Լավ կլինի, որ դու որոշում կայացնես ու Տիրոջ առաջ խոնարհվես։ Քո բարի կամքով, քո որոշումներով։ Ամեն։ Ուրեմն տեսեք, Աստված խոստանում է քեզ հետ լինել, եթե խոնարհ ես։ Երկրորդը, նա խոստանում է օրհնել քեզ։ Եթե խոնարհ ես, նա խոստանում է օրհնել քեզ։ Եկեք բացենք Երկրորդ Թագավորաց 6:11-ը։ Երկրորդ Թագավորաց Այսինքն տեսեք, երբ որ դու խոնարհվում ես, Տիրոջ ներկայությունը գալիս է, Տիրոջ ներկայությանն է Տիրոջ օրհնությունն է գալիս։ Նայեք, ասում է, եւ Տիրոջ տապանակը Գեթացի Աբդեդոմի տունը 3 ամիս մնաց։ Տապանակը ինչն է? Տիրոջ ներկայությունն էր։ Տիրոջ տապանակը Գեթացի Աբդեդոմի տունը 3 ամիս մնաց, Տերը Աբդեդոմը եւ նրա բոլոր տունը օրհնեց։ Թանկագինս, եթե Տերը եկավ քո տուն, քո ձեռի գործը կօրհնվի։ Եթե Տերը քո հետ է լավ, քո կյանքը կօրհնվի, քո մարմինը կբժշկվի եւ քո ֆինանսները կօրհնվեն։ Քո անգամ Աստված քեզի քո թշնամների հետ կհաշտեցնա։ Դու խաղաղություն կունենաս, օրհնված կլինես ելնելից, օրհնված կլինես մտնելից։ Բոլորը քեզի կհարգեն ու կպատվեն։ Ամեն թանկագիններս, սիրելիս, Աստված խոստանում է օրհնել քեզ, եթե խոնարհվես ու ինքը ներկա գտնվի, քո ու քո տան մեջ։ Հետաքրքիր է գիտես որն է, որ քո սերունդները քո պատճառով են օրհնված լինեն։ Հիմա տեսեք, երրորդը, նա խոստանում է քեզի տալ փառք, պատիվ եւ հարստություն։ Առակաց 5:15-33-ը բացեք, կամացից ավարտում ենք։ Առակաց 15:33 Ասում է Տիրոջ վախ իմաստության խրատն է, ես անցան։ Եվ փառքի արչևից խոնարհությունն է գնում։ Փառքի արչևից։ Այսինքն Աստված ուզում է քեզի բարձրացնա, շատ է ուզում։ Մարդիկ էլ են ուզում, ճիշտ է, մենք էլ ենք ուզում, բայց հետաքրքիրը գիտեք որն է, կա պայման։ Խոնարհվել է պետք։ Ամեն։
Ուրեմն տեսեք, եթե դու կարողանում ես պահել քո խոնարհությունը մինչև վերջ ու համբերել, Աստված քեզի բարձրացնելու է։ Ամեն հաջորդ տեղն եմ ուզում նայել, մի քանի թերթ ենկոմ 22-ի 4-ը։ 22-րդ գլուխ 4-րդ խոսք առակած։ Ասում է խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վախճանը։ Տեսեք թանկագիններ, վերջը, ասեք վերջը։ Չի ասում հենց խոնարհվար, հաջորդ օրը Աստված քեզից էս երկնքից բեշոկներով $1 կուղարկա։ Չկա դες բան գրված։ Հիմա նայեք թանկագիններ, եթե դու խոնարհվես, Տիրոջ երկյուղը ունենաս եւ պահես դա մինչեւ վերջ։ Ես ինչի համար եմ ասում տոկալ, համբերել։ Ասում ով որ համբերի խոստմունքները կժառանգի։ Ով որ համբերի խոստմունքները կժառանգի թանկագիններս։ Ես ասեմ սիրելիներ։ Ինչ ես կարծում։ Կա երկնքում հարստություն։ Լիքը։ Երկնքում կա հարստություն։ Ուզում ես այդ երկնային հարստությունից բաժին ունենաս։ Բոլորը դա է, գիտեք մի հատ հետաքրքիր բան ասեմ, մե երկու առաքյալների մաման գնաց Հիսուսի մոտ ասում, ուզում եմ որ արքայության մեջ մետաղես աջ կողմը նստի, մետաղեներ, գիտեք ինչ էր սա։ Էսի ամենամեծ հարստությունն էր, որ ուզում էր, կամենում էր մերը տղետքին։ Հիսուսն ասավ չեք իմանում թե ինչ եք խնդրում։ Ինչ եմ ուզում ասեմ թանկագիններս, եկեք ավելի շատ երկնային հարստության վրա մտածենք։ Ոչ թե երկրավորի։ Չեմ ասում ըստե մենք աղքատ ապրենք։ Բայց եկեք ավելի շատ կենտրոնանանք երկնային հարստության վրա։ Հիսուսն էլ է ձև ասավ երկնքում գանձեր դիզեք ոչ թե երկրի վրա։ Ասում ոչ թե երկրի վրա։ Այն հարուստ պատանուն մեր զանքուրը որ քարոզում էր Հիսուսն ինչ ասավ գնա որ 5 տուն ունես 4-ը ծախատ ու աղքատներին ու երկինքը գանձ կունենաս Վստահ եք թանկագիններ Հիմա թանկագիններ նայեք ինչա Տերը խոստանում մեզի խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վախճանը հարստություն փառք եւ կյանք Որտե երկրի վրա Հարստություն, փառք եւ կյանք, նաեւ երկնքում։ Խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վախճանը, սիրելիս։ Այսինքն Տերը անգամ երկրի վրա համար օրհնություն ունի պատրաստած։ Հիմա դուք ասես իմ գործերը վատ է եթում։ Ասեմ, մի բան ինչ է։ Ինչ որ մի բանը ներ չի եթում։ Ինչ որ բան սխալ ես անում, որ քո գործերը վատ է եթում։ Դանձել է վերաբերվում։ Բոլորիս։ Մենք պետք է ասենք Տեր ինչ որ մեկի միջոցով ուղղանցի, խրատանցի։ Հիմա տեսեք ինչ ասում, խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վախճանը հարստություն, պատիվ եւ կյանք է։ Ամեն թանկագինս Տերը ուզում է քեզ եւ ֆինանսապես օրհնա։ Եվ քո անունն ու պատիվը բարձրացնա։ Եվ դու քո ներսից ուրախ ու երջանիկ լինես։ Սրանից էլ ավել բան չգիտեմ ես երկրի վրա կա թե չկա։ Հիմա թանկագինս նա խոստացավ ինչ փառք, պատիվ, հարստություն։ 4-րդը, էլ ինչա խոստանում Տերը խոնարհներին, երանելի պիտի լինես քո շրջապատում։ Եկեք բացենք Ղուկաս 1:46 Ղուկաս ավետարան առաջի գլուխ Ասма Մարիամը ասավ իմ անձս մեծացնում է Տիրոջը Եվ իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստծուով Քանի որ իր աղաղակի խոնարհությանը նայեց
Ինչին նայեց աղախնի խոնարհությանը, այսինքն Մարիամը Հիսուսի մամայի մասին է խոսքը։ Հետաքրքիր մի բան ուզում ասեմ, պատկերացրեք երկնքում մտածում են, լավ, ում միջոցով Մեսիան պետք է աշխարհ գա, մտածում են, ու գիտեք, փնտրեցին հрьяաների մեջ մի հատ կույս աղջիկ ու հավանեցին երկնքում Մարիամին։ Գիտեք ինչի համար։ Խոնարհության համար։ Ես մտածում եմ Մարիամը Իսրայել ազգի մեջի ամենախոնար կույս երիտասարդն էր։ Ամենախոնար։ Տեսեք, Աստված, գիտեք ում է ընտրում, ասեմ, ում է ընտրում։ Խոնարհների միջից ամենախոնարին։ Եվ իր ծրագրերը այդ մարդու միջոցով է իրականացնում։ Այստեղ եք։ Դու հասկանում եք ինչքան կարևոր բան է խոնարհությունը։ Հիմա տեսեք թանկագինները ձեր միջոցով մարդիկ վերստին ծնվելու են։ Բայց եթե մենք խոնարհվենք այդ ժամանակ Տերը գործածի մեզի։ Նայեք ինչ ասում, քանզի սրանից հետո բոլոր ազգերը ինձ երանություն պիտի տան։ Սա Մարիամն է ասում։ Երանելի կլինես Աստված քեզի կգործածի, եթե խոնարհվես։ Տեսեք, երանելի կլինես քո ընտանիքում, երանելի կլինես քո գյուղում, քո ազգականների մեջ, երանելի կլինես քո քաղաքում, երանելի կլինես քո երկրում, երանելի կլինես ազգերի մեջ։ Եթե պահես քո խոնարհությունը, Աստված կամաց քեզի կբարձրացնա։ Ու գիտես, այնքանի անվանի կդարձնա, որ ազգերը քեզի կճանաչեն։ Այստեղ եք թանկագիններ, եւ նա խոստանում է քեզ բարձրացնել, եթե թե երկրի վրա, թե երկնքում։ Բացենք Փիլիպպեցիներ 2:6, ամենավերջի տեղը, թող փառաբանությունը գա, սիրելիներ, մենք ավարտում ենք։ Այսօր մի քիչ դասի նման է, զգացիք։ Լավ է, հա։ Փիլիպպեցիներ 2:6 Ասում է Աստծո կերպարանքը ունենալով Հիսուսի մասին է խոսում։ Հափշտակություն չսեպեց ասուն հավասար լինելը, հափշտակություն չհամարեց ասուն հավասար լինելը, գիտեք ինչ է նշանակում, իր պաշտոնից երկնային աթոռից չբռնվեց։ Անցնենք առաջ։ Ապա անձը ունայնացրեց։ Ասեք ունայնություն։ Ինչ է նշանակում ունայնություն։ Հա? Դատարկություն։ Պատկերացրեք Հիսուսը իր անձը ունայնացրեց։ Ինքը Հիսուսը իր անձը ունայնացրեց։ Ծառայի կերպարանք առնելով, երբ որ մենք ասում ենք ծառա, դուք մտածեք ստրուկ։ Մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով։ Ինքը, տեսեք, Հիսուս Քրիստոսը թանկագիներս խոնարհվավ մինչև հատակ։ 8-րդ խոսքը ասում է, ինքը իրեն խոնարհեցրեց, մինչև իսկ մեռնելու հոժարվեցավ։ Եվ այն էլ խաչի մահվամ։ Գիտեք ինչի համար ասում եւ այն էլ խաչի մահվամ, ասեմ։ Ինքը սովորական մահով չի մահացել։ Ինքը սովորական իրանը թաղումով չեն թաղել։ Ինքը մահացել խաչի մահով։ Գիտեք ինչ է նշանակում խաչի մահ։ Խաչի մահով մահանում էին ամենաստոր մարդիկ։ Հանցագործները, մանկապիղծները, մարդասպանները, գողերը, թալանողները, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, ամենաարժե զրկված մարդիկ։ Հիսուս Քրիստոսը
մահացավ խաչի մահով։ Գիտեք ինչի համար ինքը ամբողջ աշխարհի, ամբողջ ազգերի մեղքերը վերցրեց իր վրա։ Ինքը անարգվավ ամենավերջի ստադիայով ժողովուրդ ջան։ Ու գիտեք ինչի համար։ Մեր մեղքերի համար։ Ամենաստոր մահով, ամենա չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, ամենավատ անարգված մահով ինքը մահացավ։ Պատկերացնում եք, եւ հիմա տեսեք, ու 9-րդ խոսքը հետեւյալն է ասում։ Ասում է սրա համար Աստված նրան խիստ բարձրացրեց։ Դուստեք, ասեք խիստ։ Աստված նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է։ Ամեն անունից վեր։ Երկնքում ու երկրի վրա այդձև անուն չկա, որ հավասար լինի Քրիստոսի անվանը։ Գիտեք ինչի համար, ինչքան որ ինքը ցածրացավ, այդքան էլ Աստված իրանը բարձրացրեց։ Թանկագինս, ինչքան որ ուզում ես բարձրանաս, այնքան քեզի ցածրացրու։ Դարձի բոլորի ծառան։ Հալելույա։ Որպիսի Հիսուսի անունի ծնրադրեն երկրավորները եւ սանդարամիտականները։ Այսինքն Հիսուսի անվան առաջ խոնարհվում են, ծնկի են գալու երկնքում բոլորը, երկրի վրա բոլորը եւ դժոխքում բոլորը։ Գիտեք ինչի համար, որովհետեւ Հիսուսը խոնարհվավ ինձև որ այդձև ոչ ոք երկրի վրա դեռ չէր խոնարհվել։ Ինքը դարձավ ստրուկ, իր անձը ունայնացրեց, խաչի մահով մահացավ, աշակերտների ոտքերը լվացեց, գոմի մեջ ծնվավ։ Թանկագիներս, Աստված ակնկալում է խոնարհություն մեզանից։ Եվ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տերն է, Հոր Աստծո փառքի համար։ Մի բան ասեմ թանկագիներս, այդձև ծում չկա, որ չի ծնկելու Քրիստոսի առաջ։ Բոլորն են ծնկելու, բայց մի հատ բայց կա թանկագինս, ոմանք սիրով են ծնկելու նրա առաջ, ոմանք էլ ծնկելու են նրա առաջ, Սատանան էլ է ծնկելու նրա առաջ, բայց ինչ ձև է ծնկելու, ատելով, Հիսուսին ատելով, բայց չի կարա չծնկի։ Հիմի խելացի մարդիկ են, որոնք Հիսուսին երկրպագելով ծնկի կգան, ոչ թե չուզելով։ Ամեն թանկագիներս, դու ես որոշում, դու ծնկի գաս խոնարհվես երկրպագես, թե չի, միևնույն է մի օր ծնկի ես գալով, ավելի լավ չէ իմիկվանից մենք ծնկի գանք։ Հետաքրքիր մի բան էլ կա թանկագինս։ Տիրոջից քո սպասումներն ունեցի, լավ։ Քո սպասումները Տիրոջից ունեցի։ Հալելույա։ Թող Տերը փառավորվի։